Մենք կրկին ուղիղ եթերում ենք այսօր մեզ է միացել քաղաքագետ, քաղաքական գիտությունների դոկտոր Արմեն Այվազյանը, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Եվ այսպես, Իրանի շուրջ օղակը սեղմվում է թե հակառակը, մոտենում հանգուցալուծման։ Օղակը սեղմված է Իրանի շուրջը 47 տարի է արդեն, 1979 թվականից սկսած։ Թրամփի օղակի մասին է խոսքը։ Այո, բայց բոլոր նախագահներն էլ Միացյալ Նահանգների, բոլոր վարչակազմերի օրոքել օղակը սեղմել են Իրանի շուրջը եւ ոչ ավելի։ Բայց չեն գնացել առճակատման։ Գնացել են առճակատման ուրիշների միջոցով, օրինակ հենց 80 թվականին դրդելով Սադամ Հուսեյնին, Իրաքի նախագահին, պատերազմ սկսել Իրանի դեմ, այնուհետև օգնելով նրան ամեն ինչով, հետագայում ամեն կերպ 10 տարի տնտեսական 8 տարի, այո, 8 տարի։ Հետագայում տնտեսական պատժամիջոցներ, ամեն տեսակ ճնշումներ, երկրի մեկուսացում, անընդհատ եղել է այսինքն այդ խնդիրը, հիմա պարզապես առաջին անգամ Թրամփը մեծ պատերազմ ձեռնարկեց, որին մասնակցում էր արդեն Միացյալ Նահանգների զինուժը։ Մի բան, որ առաջ չէր եղել էին բախումներ, եղել էին տարբեր միջադեպեր, բայց այսպիսի մեծ բան չէր եղել։ Առաջի անգամ 12 օրյա անցյալ տարվա պատերազմի ժամանակ Միացյալ Նահանգները վերջում միացավ այդ պատերազմին, ամեջապես ավարտվեց, իսկ այս անգամ արդեն ամբողջությամբ, ամբողջ թափով եւ չի բացառվում, որ օրինակ հենց վաղը, երբ ավարտվում է հրադադարը, կարող է վերսկսվել Իրանի դեմ հարձակումը նույն թափով կամ գուցե մի փոքր ավելի ուժեղ, տեսնենք։ Իհարկե Իրանն էլ պատրաստել է, ինչպես իրենք են ասում, իր նոր խաղաքարտերը, նոր պատասխանները։ Իրանը պատրաստ է վերսկսմանը։ Այո, պատրաստ է, տեսնենք, կարող է եւ չվերսկսվի, բայց այսօր պետք է տեղի ունենա Իսլամաբադից, վաղուց։ Գուցե անգամ եթե Իսլամաբադում որևէ բանակցություն չլինի, հրադադարը երկարացվի, բայց դա պարզ կլինի վաղը, կամ այսօր երեկոյան, կամ վաղն առավոտյան, վաղը ցերեկով։ Այսպես։ Լավ, հրադադարի երկարաձգում հավանական է, լավ կլինի այդ հրադադարը երկարաձգվի, բայց ում էլ պետք հրադադարը մեծ հաշվով կողմերից։ Խոշոր հաշվով երկու կողմերն էլ պետք է որ շահագրգռված լինեն հրադադարի մեջ, որովհետև երկուսն էլ նախ տեսան, որ այսքանն են կարող անել։ Հրթիռային պատերազմով չի ավարտվում։ Այո, օդային պատերազմով, հրթիռային պատերազմով հարցերը Միացյալ Նահանգները եւ Իսրայելը չկարողացան լուծել իրենց առջև դրված խնդիրները, իսկ Իրանն էլ այնքան էլ շահագրգռված չպետք է լինի պատերազմի վերսկսման մեջ։ Պարզապես եթե նրան ստիպեն կամ ստորագրել մի ինչ-որ նոր համաձայնագիր, որը չի համապատասխանելու իր երկարաժամկետ նպատակներին, խաղաղությանը, կայունությանը, այդ դեպքում ավելի ձեռնտու կլինի Իրանին բնականաբար ընդունել այդ մարտահրավերը եւ մի նոր փուլ պատերազմի անցնել, դիմանալ եւ հաղթանակով դուրս գալ դրանից։ Այս կողմերի տատանողականության մթնոլորտում հետաքրքիր արձագանքներ կան եւ ամերիկյան եւ իրանյան ներքաղաքական կյանքից։ Ամերիկայում ոգևորված չեն Թրամփի գործողություններով, անգամ վարկանիշային տատանումներ են արձանագրում, այնպես չի, որ Իրանի ներսում են ամեն ինչ խաղաղ։ Իրանի ներսում խոշոր հաշվով դարձյալ ընդհանուր առմամբ ժողովուրդը պատրաստ չէ գնալ զիջումների։ Դա ցույց են տալիս այն խոսքը նաև իշխանության տարբեր թևերի։ Այո, ուրեմն նախ ժողովրդից խոսենք, ժողովուրդը գիտեք բավական այսպես ակտիվացել է այս պատերազմի արդյունքում եւ այն երիտասարդությունը, իսկ Իրանի բնակչության 50%-ից ավելին այսօր երիտասարդություն է, 30 տարեկանից պակաս մարդիկ են, նրանք մի տեսակ մտել են այս պատերազմի մեջ ամբողջ իրենց ավյունով եւ բոլորովին պատրաստ չեն զիջումների։ Դա
ազդելու է նաև իշխանության տարբեր թևերի վրա, այնպես չէ, որ իշխանությունը որևէ ճնշում ժողովրդից չի զգում։ Ամեն օր, արդեն 51-րդ օրն է պատերազմի, թե 52-րդ օրն է, երեկոյան մեծ ցույցեր են տեղի ունենում Իրանի բոլոր քաղաքներում ի պաշտպանություն, այո, կոշտ դիրքորոշման, այնպես որ այստեղից պետք է գանք, իսկ ներսում խոսակցություններ կան իբր կան ինչ-որ տարաձայնություններ, բայց տարաձայնություններ նման դեպքերում ոչ թե տարաձայնություններ են, այլ տարբեր կարծիքներ կարող են լինել, տարբեր ուրեմն գործիչների, պետության ղեկավարների միջև, բայց նրանք միշտ գալիս են ընդհանուր հայտարարի Իրանում մինչև այսօր այդպես է եղել եւ այդ ընդհանուր տեսակետից էլ հանդես են գալիս։ Այնպես որ այստեղ Իրանում շատ ավելի բարվոք է իրավիճակը, քան Միացյալ Նահանգներում, որտեղ Թրամփի վարկանիշը կտրուկ անկում է ապրել, այսօր արդեն 37%-ն է միայն Իրանի պատերազմի պատճառով։ Այո, 37%-ն է միայն աջակցում նրա գործունեությանը եւ հատկապես Իրանի դեմ պատերազմի հարցում մեծ դիմադրություն կա կոնգրեսում, դեմոկրատները, այդ թվում հանրապետականների մի մասը տարբեր կարծիքներ են հայտնում, թեև կոնգրեսը չի ձեռնարկում կտրուկ քայլեր, որովհետև նույնպես կախված է այն նույն լոբիստական, գլոբալիստական եւ Իսրայելի լոբիստական եւ ընդհանրապես գլոբալիստական կառույցներից, որոնցից կախված է նաեւ Թրամփի վարչակազմը։ Մի քանի օր առաջ տեղի ունեցավ եւս մեկ փորձ կոնգրեսում արգելափակել Թրամփի պատերազմ վարելու հնարավորությունները եւ դարձյալ մի քանի ձայն չհերիքեց։ Այսինքն ինչպես վարչակազմը, այնպես էլ Միացյալ Նահանգների կոնգրեսը եւ ներկայացուցիչների տունը եւ սենատը մեծ կախվածության մեջ են այդ ավելի մեծ ուժերից։ Իրանյան այս մթնոլորտը կարող է ազդել հայ-ադրբեջանական հավասարակշռության վրա։ Հավասարակշռություն չունենք ցավոք սրտի այստեղ։ Հայաստանը ամբողջովին կախյալ վիճակում է հայտնվել եւ ստորացված վիճակում, նսեմացված վիճակում է։ Տարբեր բոլոր փաստերը այդ մասին են խոսում, կարող ենք մի առանձին հարցազրույց դրա վերաբերյալ վարել, օրինակ հենց երեք պարզ դարձավ, հայտնի դարձավ, որ հողին է հավասարացվել Ստեփանակերտի մայրտաճարը։ Իսկ սա, տեսեք, իսրայելցի մի զինվոր Լիբանանում մուրճով ջարդել էր Հիսուս Քրիստոսի արձանը, գլխին էր հարվածել, այդ ուրեմն լուսանկարը կար, կարծեմ նույնիսկ տեսանյութը կար, բայց եւ մեծ աղմուկ բարձրացավ ամբողջ աշխարհում։ Իսկ այստեղ Արցախում հողին են հավասարացվում հայկական մշակույթի, եկեղեցիների, գերեզմանոցների հետքերը, ամբողջությամբ տեղի ունենում մի մեծ մշակութային ցեղասպանություն եւ որևէ մեկը ոչ հենց առաջին հերթին Հայաստանի իշխանությունը որևէ ծպտուն այդ մասին չի հանում, ինչ հավասարակշռության մասին կարելի է խոսել։ Մեզ որոշ չափով Իրանի հզորությունը ես հասկանում եմ վերաբերում է բանացային օրակարգի ներկայիս մթնոլորտին։ Այդ հավասարակշռությունը, եթե կոչենք այդպես, գալիս էր ավելի շատ Իրանի ամուր լինելուց, որը թույլ չէր տալիս Ադրբեջանին ամբողջությամբ այստեղ ոչ թե այսինքն տերմինի հարց էր, կարծում եմ ինչ պետք է լինի Իրանի հետ, Իրանը պետք է դիմանա եւ կարծում եմ կդիմանա, լինի պատերազմ, թե չլինի նոր պատերազմ իր դեմ, Իրանը պետք է դուրս գա դրանից, բոլոր տվյալները ցույց վարչակարգով, այո, իր տարածքը պահպանելու է, իր զինված ուժերը պահպանելու է եւ դուրս է գալու այդ իրավիճակից, ճիշտ է, մեծ տնտեսական, ենթակառուցվածքային, արդյունաբերության կորուստներով, որովհետև այն հարվածները, որ արդեն իսկ ստացել է, բավականին հզոր են, հաշվարկներ տարբեր կան, նույնիսկ մի հաշվարկով ասում են $100 միլիարդ վնաս է կրել Իրանը, եւ եթե լինի երկրորդ փուլը, բնականաբար կարող է այդ վնասը կրկնապատկվել, բայց այնուամենայնիվ որպես պետություն, որպես ազգ, ժողովուրդ դուրս կգա այդ իրավիճակից Իրանը,
եւ կարծում եմ դրանով մենք մեծապես շահած կլինենք։ Այստեղ ուրիշ խնդիրներ են։ Իրանը արդեն որոշ չափով ունի նախաձեռնություն այս պատերազմում, քանի որ առաջին անգամ իր վերահսկողությունն է հաստատել Հորմուզի նեղուցի վրա։ Իսկ այդ Հորմուզի նեղուցը իրեն հնարավորություն է տալիս վերահսկել աշխարհի նավթի 20%-ը, աշխարհի ինքը։ Այո, բայց մինչ այդ այդպիսի լծակ իր ձեռքին չունեցել։ Տեսեք, նավթի 20%-ը, ուրեմն հեղուկացված գազի մոտ 25%-ը, պարարտանյութերի մոտ 30%-ը ահռելի ազդեցության լծակ է իր ձեռքին վերցրել, եւ ես կարծում եմ որևէ պարագայում այդ լծակը ձեռքից բաց չի թողնի, քանի դեռ իր նախապայմանները կամ պայմանները չեն բավարարվի Միացյալ Նահանգների կողմից։ Այդ առումով շատ հեռու են կողմերը միմյանցից իրենց բանակցային դիրքերով, շատ հեռու են ու որպեսի մի ինչ-որ ընդհանուր հայտարարի գան, մի միջանկյալ թեկուզ լուծման գան, բավական երկարատև բանակցություններ են պետք, ոչ թե այնպես ինչպես Թրամփը հայտարարում է, եթե մինչև վաղը չեմիսօրը այսպես չկնքենք պայմանագիր, գործարք չկնքենք, ինչպես ինքն է անվանում անգլերենով deal, ուրեմն ես նորից հարձակում կսկսեմ։ 1-2 օրվա հարց չէ, նույնիսկ 1 շաբաթվա, 2 շաբաթվա հարց էլ չէ։ Նախորդ պայմանագիրը, որ կնքվեց 2015 թվականին, մոտ 18 ամիս տեղի էին ունեցել բանակցություններ, շատ ծանր բանակցություններ։ Լավրով ասում է, եթե վերադառնան այդ կետին, կլինի հաջողություն։ Այո, բայց այդ դեպքում Թրամփը չի կարող արդարանալ իր հասարակության առջև, իր ընտրողների առջև, ինչ է ասելու։ Ես մի մեծ պատերազմ սկսեցի, զոհվեցին ամերիկացի զինվորականներ, մեծագույն կորուստներ տվեցինք, $100 միլիարդ ավել գումար է արդեն իսկ ծախսվել, ուրեմն այդ ամեն ինչի համար, որ վերականգնվի 2015 թվականի պայմանագիրը, որի ինքն էր հրաժարվել 2018 թվականին։ Այնպես որ այստեղ իր քաղաքական հեղինակության հարցն էլ կա, որը նա պետք է փորձի ինչ-որ լրացուցիչ բան ստանալ Իրանից, որը շատ բարդ է լինելու։ Լրացուցիչ բան ստանալու դիմաց Իրանն էլ նրանից պահանջելու է լրացուցիչ մեկ ուրիշ բան։ Այնպես որ բարդ իրավիճակ է, առաջիկայում շուտով այսպես լուծվող հարց չէ սա, այս հարցը ձգվելու է անպայման, ձգվելու է, բայց ԱՄՆ-ն կմնա կոնֆլիկտում, թե դուրս կգա։ Չի կարող դուրս գալ կոնֆլիկտից հեշտ ու հանգիստ։ Պարզապես չի կարող։ Դուրս կգա կշարունակի Իսրայելը։ Դա մեկ պատճառ է, որ ԱՄՆ-ն չի կարող հեշտ ու հանգիստ դուրս գալ, որովհետև Իսրայելը առհասարակ չի ցանկանում, որպեսզի Իրանը եւ Միացյալ Նահանգները գան որևէ համաձայնության, եւ այդ պատճառով էլ տարբեր միջոցներով անընդհատ խանգարելու է այդ գործընթացին եւ ունի այդ միջոցները։ Օրինակ Լիբանանում, եթե սկսի Լիբանանը հետ էլ չի քաշվի, ինքը հայտարարում է Նեթանյահուն, այն տարածքները, որտեղ արդեն մտել են իսրայելական զորքերը։ Բայց մեկ այլ հետաքրքիր բան տեղի ունեցավ, Իսրայելի հատուկ ծառայությունները հայտնեցին Բաքվում եւ Բաքու Ջեյանի աբեկչությունները կանխելու մասին։ Բայց ինչու չի հայտնում այդ նույն չի անում այդ նույն հայտարարությունը Բաքվի հատուկ ծառայությունը։ Դա նոր տեղեկություն է, դեռ պետք է հասկանալ ինչքանով է ճշգրիտ, ինչքանով ինչ-որ քաղաքական նպատակ է երևում դրա տակը։ Բնականաբար, տեսնենք իրականությանը որքանով է համապատասխանում այդ տեղեկությունը։ Եթե չի հայտնում, ուրեմն դեռևս 100%-ով հաստատված չի կարելի համարել, իսկ եթե առհասարակ չհայտնի, գուցե չի ուզում սրել իր հարաբերությունները Իրանի հետ, որից վախենում է։ Պարզապես վախենում է, տեսնելով նաև Իրանի ուժը։ Իսկ երեք մի տեղեկություն կար շատ հետաքրքիր, Իրանի ուրեմն падգամավորներից մեկը իրենց հայտարարել էր, որ պատերազմից առաջ Ադրբեջան էին բերվել այդ տերորիստները, այդ թաքֆիրական ուժերը, եւ Ադրբեջան, նաեւ Հյուսիսային Իրաք, նաեւ Պակիստան։ Եվ նպատակ կար, որ նրանք պետք է ներխուժեն Իրան,
հարմար պահի, երբ այնտեղ սկսեն խլրտումներ։ Բայց տեղի չի ունեցել նման ներխուժում, որովհետև Իրանը չի կոտրվել։ Սա այս տեղեկությունը այնքանով է հետաքրքիր, որ փաստորեն Ադրբեջանի ներգրավվածությունն է, դավադիր ներգրավվածությունն է ցույց տալիս Իրանի դեմ պատերազմում, որը վաղ թե ուշ պետք է որ անդրադառնա Ադրբեջանի վրա։ Ասում են Էրդողանն է զսպել, ձեզ ասած դրվագում։ Չեմ տեսել այդպիսի տեղեկություն, բայց Էրդողանը նույնպես պետք է ներկա լիներ այդպիսի որոշումներին։ Էրդողանի այդ հակաիսրայելյան հռետորաբանությունը առհասարակ լուրջ չէ, որովհետև Էրդողանը եթե իսկապես ցանկանար Իսրայելի դեմ որևէ դիրք գրավել, նա կփակիր Բաքու Ջեյհանից դեպի Իսրայել հոսող նավթը, որը 50%-ն է ապահովում Իսրայելի։ Նա կփակիր այդ նավթը, բայց եթե դա չի արվում, մնացած ամբողջը առայժմ դեռևս հռետորաբանություն է, թե մի օր կարող է մի բան տեղի ունենալ Սիրիայի տարածքում, թե այլ պատճառներով, բայց ոչ այսօր։ Այնպես որ Էրդողանի եւ Ալիևի միջև մեծ տարաձայնությունները այս հարցերում նույնպես ես լուրջ չեմ ընդունում։ Արմեն, իսկ ինչով բացատրել ռուս-ադրբեջանական ջերմացումը այս օրերի։ Առայժմ ջերմացումը ամբողջապես այսպես չի ավարտվել կամ վերադարձել այն նախկին դիրքերին։ Տեսեք, չեն ազատվել այն 11 ռուսները, 11 հոգին, որոնք ձերբակալված էին, անմեղ մարդիկ, տարբեր հորինված մեղադրանքներով բանտ են նստեցվել։ Ես չեմ կարծում, թե կարող են վերադառնալ այն հին իրենց ջերմ հարաբերություններին, որոնք կային մինչև ինքնաթիռի, այն հայտնի ինքնաթիռի կործանումը, որովհետև իրականում խնդիրները շատ խորն են ավելի։ Խնդիրները, որոնք դրել են Ալիևի վրա արևմուտքից, այնպիսին են, որ նա պետք է անընդհատ վարի հակառուսական քաղաքականություն, անընդհատ պետք է Կենտրոնական Ասիայի հանրապետությունների ներքաշի։ Որ պահից է դա նկատելի։ Դա սկսվել է 2023-24 թվականից, անմիջապես Արցախի հայաթափումից հետո անմիջապես այդ խնդիրները սկսեցին սրվել, այսինքն անմիջապես Ալիևին հանձնարարվեց արդեն հակառուսական գիծ բռնել։ Այն, որ հիմա խոսում են, այդպիսի կոմպենսացիա են նախատեսել ինքնաթիռի համար կամ ինչ-որ խոսակցություններ կան ատոմակայան կառուցել կամ Ադրբեջանն է հայտնել իր ցանկությունը այդ մասին, դրանք երկար քննարկումներից հետո կարող են միայն տեղի ունենալ։ Բայց Ադրբեջանը այսօր արդեն դարձել է թուրանական այդ մեծ կառույցի, որը հենվում է Թուրքիայի, Թուրքիան էլ ՆԱՏՕ-ի վրա, Ադրբեջանը դրա գլխավոր օղակն է։ Ադրբեջանը չի կարող խաղից դուրս գալ, հանկարծ մի անգամից։ Նրանք շարունակում են անընդհատ զինավարժությունները Թուրքիայի, հենց այս մի քանի օրն էլ զինավարժություններ էին Թուրքիայում։ Նրանք շարունակում են Կենտրոնական Ասիայի հանրապետությունների հետ անընդհատ այդ անվտանգության հարցերով պաշտպանական իրենց գերատեսչությունների, բանակների միջև համագործակցությունը խորացնել եւ խորացնել, նաեւ ԶԼՄ-ների գծով է շատ հզոր թուրանականացում տեղի ունենում, այնպես որ այսպես վերևում կարող են խոսել, բարի խոսքեր ասել, իսկ խորքային, այսպես հիմքային մակարդակի վրա Ադրբեջանի եւ Ռուսաստանի միջև հակասությունները շարունակելու են սրվել իրականում։ Շնորհակալ եմ, որ եկաք։ Ես Արմեն Այվազյան, քաղաքագետ